Բարի երեկո ձեզ, ես կարծում եի կաթողիկոսի կողքին կանգնած լինելու և սատարելու մասին հուշկու ստատուսները վաղն են գրվելու, բայց լիքը մարդ այսօրվանից է սկսել, այդենց գալչկայի համար, լիքը ստատուս, այսօր։ Ես ես հիշեցնեմ, որ դեռ իմպիչմենտի մասին, երբ որ մեկ տարուց ավել առաջ հարցը բարձրացրեցինք, այն ժամանակ էլ եք հուշկու ստատուսներ գրում, հիշում եք, սպառնացել էր, որ կաթողիկոսին հետապնդումների է ենթարկելու, բոլորը տենց հուշկու ստատուսացավ եք կպել, հետո տենց հուշկու գնացիք ընտրությունների, հետո տենց հուշկու հունիսի 7-8 գիշերը բացակայեցիք, հիմա հուշկու աժը կրկեսով եք կիսվում, ու հուշկու աժիում այս սիրավեպը ընդդիմություն իշխանություն, ինչ-որ շատ տեսպես երևի լուծողական եք արդեն ընդունել, երևի 2021-ից մինչև 2025, այդպես լուծողական է մտել ձեր օրգանիզմը, ու դուք մարսում եք այդ ամեն ինչը։ Ուզում հասկանամ այդ հուշկու ստատուսները, որ գրում եք, ու հա, ես գիտեմ, որ նրանք ովքեր Հայաստանում են, վաղը դուք գնալու եք նաև, դատարանի առջև եք լինելու։ Այդ մասին մենք նաև հուշկու վիդեոներ եւ անոնսներ ենք տեսել հուշկու քաղաքական գործիչների կողմից։ Ես ուզում եմ հասկանալ այդ հուշկուներով այդ, այտենց հուշկու էլ վաղը չեք թողելու գնաք տուն։ Հուշկու ֆանարիկ է լինելու։ Գնալու եք դատարան, նկարվելու եք, ստատուսները գրելու եք։ Ով որ բռնցրեց կաթողիկոսին հետը սելֆի արեց նկարվեց եսի մինչ այտենց կադրի մեջ բռնեց բան вообще այնտեղ այտենց լայքը ղզղնոցա սկսելու դրա էջում։ Այն մնացածը այտենց կոմենտներելու են տակը բանման սենց ոգևորվելու եք ու գնաք հուշկու նստեք տանը։ Ու ոչինչ չպահանջեք ձերից կընտրած ձեր սրդի ընդդիմությունից։ Աբսոլյուտն ոչինչ։ Իրանք ինչի է, սենց հանգիստ հետները նստում ազգային ժողովում, ասեք սիրուն, ընդունեցին կոկոլը վարչապետը, ընդունեցին, որ ԿՊ-ն լեգիտիմ է, անենց են ընդունել հանձնաժողովի նախագահ են ընտրում, գիտեք ինչ ա լինելու է կողշաբաթ, պատրաստվեք էլի հուշկու ստատուսներ եք գրելու, շատ կարևոր է, ներկա լինելը գալչկա գրելը, կողշաբաթ, Ղրղզստանից վերադարձած ղզղնոցի անասունը կառավարության ծրագիրը ներկայացնելու, որտեղ հստակ կետ կա եկեղեցու դեմ հետապնդումների, միայն կաթողիկոսով չի, այտենց, Արցախի հանձնումը լեգիտիմացնելու, Տիգրանաշեն, անկլավներ, ընձեր սիրած սաղ բաներ են, որ սիրում եք հուշկու ստատուսներ գրել, սաղ այդ կառավարության ծրագրի մեջ ալնելու։ Մենք 2021-ից 2026-ի կտրվածքով գիտենք, որ կոկոլը, քանի որ թուրքի տրուսիկ է, չէ, 2021-ից 26 էր տրուսիկ, հիմա թուրքի տամպոնն է ինքը։ Ուրեմն այս տամպոնը 2021-ից 2026 ինչ դրել էր կառավարության ծրագրում, բոլորը խախտեց, բոլորը։ Ինչի հիման վրա մենք իմպիչմենտ ենք պահանջում, այսինքն կառավարություն, որը իր ծրագիրը խախտում է, պետք է իմպիչմենտի գնա։ Պատի հելի, ռադիկաշի գնա։ Բայց Հայաստան դաշինքը դա լուրջ չէր համարում, Ֆանարիկ իշխանի գլխավորությամբ, Գրիգորյան Աննայի գլխավորությամբ, այս կոմենկոմ, իրանք մինչև հիմա զբաղված են իրանց կամակի բլոգերներ մեյդան գցելով ու այս ամեն ինչը Սերժի վրա բարթելով, իրանց ընտրությունների գնալը, իրանց ընտրություններում ԲՀԿ-ից ձեն գողանալով մանդատակիր դառնալը, որովհետև իրանք կոկոլի հետ ինչ գործարքանում են, կոկոլը իրանց գցում է, որովհետև կոկոլը թուրքի տակ է։ Հիմա թուրքն 6 դար ապացուցել է, որ ինքը գցող է, բայց զանազան զարմանազան պրակիշներ բարեր առներ չեն հավատում։ Նրանք անձամբ ուզում են տենց գնան, նստեն, հետապնդվեն, բան, ունեզրկվեն։ Իրանց պետք չի նորմալ մարդկանց, նորմալ գնահատականները, ու իրանց թվում է իրանց էգոյի մասին է։ Մենք ձեր դարդը չենք, պրոստը ձեր գլուխները ուտելուց հետո ժողովրդի գլուխն է ուտելու այդ անասունը։ Հիմա ասածս են է, որ այս մի կառավարության ծրագիրը ապաշխերա թուրքական ալնելու, ու ինքը էդ էլ է խախտելու, այսինքն այն ինչ որ գրված ալնելու, ըտեղու են ինչ որ իրականանալու է, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 անգամ ավելի հուշկու է լինելու այն ինչ որ ինքը անելու է, հուշկու ստախոսություն, տիեզերական մասշտաբի հողահանձնություն,
կոտորած եւ այլն, բոլոր բաները, որոնց մասին դուք սիրում եք այտենց բաներ գրել, էլի, ստատուսներ եք սիրում գրել բուժկու։ Ինքը այդ սաղ անելու է։ Ու դուք իմանալու եք հիմիկվանից, որ ինքը այդ սաղ անում է։ То есть իր կառավարության ծրագիրը կարելի է չհաստատել։ Այսինքն ընդդիմությունը, որ ասում էր մենք 18 հոգի ոնց էսյան բերենք, իսկ ես անգամ ասեց, մեզ ընդամենը 8 հոգի է պետք լինելու էսյան բերել։ Ես ուզում հարցնեմ ձեզ։ Առնվազն 8 օր անցել է այն օրից, որ դուք այտենց ԱԺ-ում ծափիկ ծիրանիկ եւ այլն, չէ՞։ Հունիսի 7-ից էսյան լիքը ժամանակ ունեք։ Դուք ունեք այդ 8 հոգին կառավարության ծրագիրը չանցկացնելու ու ճգնաժամ ստեղծելու համար։ Ընդդիմություն։ Ունեք այդքան փողոց փակելու։ Ուզում ասեմ, կարեք վաղը գնաք փողոցներ փակեք ու տուն չգաք։ Այսինքն վաղը դուրս գա կաթողիկոսին պաշտպանելու ոչ թե մենակ այդ օրը, որ դատարանի օրը, այլ դու լրվել փողոցում, որ նորից չլինի։ Դատարանը նոր-օրի սահմանել կաթողիկոսի դեմ գործի քննարկման եսի ինչ, հետո թազուկ հուշկու ստատուսներ գրեք, այդ արանք էլի տենց ղզղնոցիով զբաղվեք ազգային ժողովում, մենք սաղս այդ ապուշությունները նայենք, չորսանց էլի, չնայած չէ լիքը մարդ էլ ձեզ չի նայում, ուզես դա պետք է մտահոգի, որովհետև դրանից ձեր ռեյտինգը ընկնում է պլինդուսից ներքև։ Ուզում հասկանամ, այս հուշկու ստատուսները, որ գրում եք, վաղն է որ նկարվելու եք, վիդեոներ անելու եք, ստատուսները գրելու եք եւ այլն, չպլան ունեք գործողությունների։ Օրինակ այդ կառավարության ծրագիրը եկող շաբաթ այդ անասունը, որ բերելու է պարլամենտ ու քննարկման դնի։ Կան ձեր հուշկու ընդդիմադիրները այնքան, կա իրենց շալվարի մեջ այնքան պարունակություն, որ 8 հատ աբիժնիկ ԿՊ-ական էսյան բերեն, այդ կառավարության ծրագիրը չհաստատեն, ճգնաժամ ստեղծեն։ Ունեն ձեր սրդի ընդդիմադիրները հուշկու ստատուսներ գրող, հուշկու այսօր վիդեոներ էին արել բանը, տենց հուշկու մամլոմիջոց են հավաքում բան, տենց պրես կոնֆերենցիա են տալի, ոնց են իրան կանգնելու կաթողիկոսի կողքը բանը։ Պրես կոնֆերենցիա չէ, դուք կարաք ժողովրդին հանեք, այս մեր եկեղեցու մասին է, չէ՞, այս ամեն ինչը։ Ու ոչ մեկ տուն չգնա։ Ու շարունակվի այս թեման, որը մեր թեման է։ Թուրքի թեմա չպետք է ալնի։ Երբ որ դուք տուն եք գնում, ինքը դառնում է թուրքի թեմա, դառնում է թուրքի խաղալիք, այս սաղ իրավիճակը։ Դառնում է թուրքի խաղալիք։ Կաք այդքան։ Ես վաղը բնականաբար մոնիտորինգ անելու եմ, Telegram-ի ալիքում ամեն ինչ հրապարակելու եմ, դնելու եմ վարկենական, րոպեական, երեկոյան կտեսնենք ինչպես են գնում զարգացումները, լայվ էլ կանեմ, հարթակը կբացեմ, ով որ ցանկանում է կարծիք տալ, գնահատական տալ եւ այլն։ Մեծ սիրով կմիացնեմ, նա հասկանանք։ Այդ որ տենց գրում եք կանգնած եմ, սատարում եմ կաթողիկոսի կողքին, մեր եկեղեցին, ասեմ մեր եկեղեցու նկարները մոմ եմ վառել, ճպցրել եմ, նկարվել եմ մոմերից կողք Վանեսյանայան։ Ուզում հասկանամ, մոմ վառելով է, թե գործողություն անելով է։ Այդ գործողությունն էլ փողոց պլյուս պարլամենտ է։ Առիթն էլ կա։ Կարեք ժողովրդին պահեք փողոց այն եկող շաբաթն էլ հետը, ու եթե չհաստատվի այդ անասունի կառավարության ծրագիրը, իր ազգային ժողովի գումարումը համարվում է չկայացած։ Դառնում է կոնկրետ ահագին քաղաքական ճգնաժամ, խորանում է։ Ու դուք վերցնում եք կոնտրոլը, փողոցը, ժողովուրդը բան։ Թե այտենց կարևոր չի ինչ եմ ասում։ Կարևորը մեծ բարերարները, միլիարդատեր, ծծլիարդատեր, դե կտենակ մենք ինչ ենք անում, էլի մենք գիտենք ինչ ենք անում, էլի աղբերս կառույցներով, արջերով սաղս գիտենք, թե դրանց եք լսելու, որտեվ այդ շատ ավելի դեռ քարը շատ է, դեռ քար կա, այն ինչ որ ես ասում եմ, տուպը տնից դուրս գալ փողոցում կանգնելն է, տուպը ընդդիմություն ժողովուրդ միասին, անելն է մենք ենք տերը մեր երկրի, այս է, այսինքն քրիստոնեությունը նախ եւ առաջ կամքի դրսևորումն է, ըստ քո հավատքի եւ խղճի։ Այնտեղ քարի մոմենտով ոչ մի բան ասված չի։ Որոշեք որ կողմում եք։ Որովհետեւ եկեղեցու կողք, կաթողիկոսի կողք կանգնած լինել սատարելը, այդի տենց քար կպցնոցի լեվի կանալներով ան չի լինում։ Դե քասան ուղիղ, շիտակ, ճշմարտությամբ միայն զինված, հավատքով ուժով, կամքով։ Այդպես է լինում։ Այնպես որ ձեր ստատուսներ չպցրեք։ Ու չտնեմ որևէ մեկը ինչ որ մեկի ստատուս բերեք կողելը խոսքի իմ Telegram chat կամ եսի ինչ, ինձ ձեր ոչ մեկի պաթոսա այն բանից անող եսի ինչությունները։
նոյեմբերի 9-ից ի վեր, ոչ թե Արցախի հանձնումից ի վեր, նոյեմբերի 9-ից ի վեր, աբսոլյուտն տանձիշ չէ։ Այս ամեն ինչը ձեր համար, ձեր անձի մասին է, էտա ցույց տալիս։ Դուք ինքներդ ձեր պաթոսին սիրահարված եք, ու մինչև չհաղթահարեք այդ նարցիսիզմի տարօրինակ այդ վերսիան, որը գալիս է ձեր լիդերների նարցիսիզմից։ Դուք ուզում եք իրանց նմանակել, ցավոք սրտի։ Այս էլը տեղից չի շարժվելու։ Թուրքն է գալու այս էլը շարժի։ Ու գիտեք թուրքը, որ շարժում է հայկական սելը, ուր է գնում այդ սելը ու ինչ է լինում իր հետ։ Թարգեք է ձեր աննասուն ստատուսները։ Իմպիչմենտ եք ձեր առնում ես իմիջ։ Դավայցի հիմա այդ ձեր առեք ասեք, ոնց թե մենք խաթարենք կառավարության ծրագրի հաստատումը։ Այդ մենք քանի հոգանոց ընդդիմություն ունենք, որը տենց բան անենք։ Ինչ անի այդ խեղճ ընդդիմությունը, ո՞նց եք ուզում այս խեղճ ընդդիմությունից։ Դու արիստը դու արա։ Կոկոլի հետ գործարքի գնացած գանդոններին, որ սիրահարվում եք, ու սկսում եք սաղը տենց խաչասերված, ղզղնած պաթոսային բանից անող հավայի ստատուսներ գրել։ Դուք հասկանում եք, ինչ մեղքի չափաբաժին եք ձեր վրա վերցնում։ Երբ որ իզուր տեղը Աստծո անուն, եկեղեցու անուն, կաթողիկոսի անուն, հայրենիք օգտագործում եք։ Իսկ իրական ձեր դրայվը այդ ամեն ինչի տակ ձեր քյարն է։ Դուք հասկանում եք այդ մեղքի չափը։ Ու այդ մեղքի չափի համապատասխան պատիժ որ գալու է, պատրաստ եք արա։ Պաթոսը թարգեք, ինձ գործից խոսացեք, ինձ գործանող ցույց տվեք։ Գործանող։ Իրանք են հələ ասը, չէ, որ ընտրությունների են գնալու, հաղթելու են, փրկելու են ձեզ։ Դուք եք հավատացել, չէ։ Պահանջեք։ Ես ընտրությունների չեմ հավատացել, չեմ սատարել։ Նշեմ գտե որ ընտրություններով ես իմիջ կարելի է փոխել, ես գտել թուրքը որ ասում է, «Սիրելի հայեր, գնացեք ընտրությունների», այն հայը որ դա լսում է գնում է ընտրության, ինքը դալբայոբ է։ Կապ չունի մլիարդացը ծլիարդատերա, ես իմիջատերա, դուք իրան սիրում եք, չեք սիրում, այնտեղ կփշակաղվում եք։ Вообще տանձիշ չի։ Հետաքրքիր չի։ Կա կոնկրետ գործնական ճանապարհ, որը կարելի է առանց պաշտոն, առանց ընտրություն, առանց ոչ մի բանի կարելի է դա անել։ Փողոցով սատարենք, լավ մանդատը ստացել են։ Չգիտեն, որ սենց կարա լինի, որ սենց կվերջանա այս ամեն ինչը, չգիտեին։ Դիցուկ։ Ուրախ հույների մեջով են քայլում։ Ընդունեք, որ իրանք չգիտեին, հա, հավատանք։ Ասում է չգիտնալ նամոթ չէ, չսորվիլ նամոթ է։ Հələ չեք սովորել երեխեք, իմպիչմենտ չանելուց հետո։ Ժողովուրդ պլյուս ընդդիմություն, մանդատը թող օգտագործեն, թող ԿՊ-ականներ էսյան բերեն, մեծ խոսալու փոխարեն, այտենց տեսակ էս ինչ է, ինչին ինչ ասած, ինչին ինչ ասած, չպետք է ասի, պետք է անի։ Ռուբեն Ռուբինյանի պետք չի ոչ մի բան ասել, Ռուբեն Ռուբինյանին անել է պետք։ Իրա պետք է անել։ Որ չեք անում, այդ արդեն ուրիշ բաներ է մեր մոտ առաջացնում, ուրիշ մտքեր է առաջացնում։ Ու ի տարբերություն 2021-ից 26-ի, այդ առաջացած մտքերից եզրահանգումների գալը 5 տարի չի տևելու այս անգամ։ Կարող է 5 ամիս է չտևի։ Այսքան է իմ կողմից, ձեր պաթոսային բանից, կանգնած եմ կաթողիկոսի կողքին, սատարում եմ հայ եկեղեցին բանսացած բաների մասին։ Այսքան է։ Կհանդիպենք վաղը, տեսնենք ինչ եք անում դուք, բոլոր սատարողներով և եկեղեցու կողք կանգնածներով։